Բարև ձեզ սիրելի աղջիկներ, այսօր ես ձեզ ցույց եմ տալու 3 վարժություն, որոնք հենց օգնելու են ձեզ ստեղծել ու ունենալ հարթ որովայն։ Հատկապես նույնիսկ եթե դուք ունեք գենետիկորեն հակում ոչ այդքան հարթ ու գեղեցիկ իրան որովայն ունենալու, ունեք հակում մի քիչ ուղիղ ֆիգուրաների ու ինչպես նաև ներքևի հատվածը որովանի դուսցված է լինի ու նաև հատկապես հիմա ես նույնպես այդ դիրքում եմ իրավիճակում հղիությունից հետո անպայման կատարեք այս վարժությունները, որովհետև հենց դրանք են օգնելու ձեզ վերականգնել։ Ես նախկինում ունեցել եմ այսպիսի կառուցվածք ու այն չի եղել գենետիկորեն հակված լինել հարթ ու գեղեցիկ իրանով, ես ունեի համ ներքևի հատվածի դուրսծվածություն, համ կլորիկություն, համ էլ չունեի այդ տալիան, իրանը։ Ու ինչպես նաև ես այդ վարժությունների շնորհիվ կարողացել եմ հենց ստեղծել այդ հարթ որովայնը ու ծննդաբերությունից հետո, քանի որ ես հիմա սպասում եմ բալիկի, նույնպես ես հենց այդ վարժություններն եմ կատարելու, որոնք ինձ օգնելու են մեղմ ու ընդմիշտ վերականգնել այն իմ սիրելի հարթ ու գեղեցիկ որովայնը, որը ոչ մի ձև դուրս չի ցրծվում, նույնիսկ եթե ես արթնացել եմ, ջուր եմ խմել, կերել եմ եւ այլն։ Հիմա ցույց եմ տալիս այդ 3 վարժությունները, լինելու են շնչառական, մերսումային ու մի փոքրիկ մարզանք։ Ամենաառաջինը սկսենք հենց շնչառական վարժությունից, որը շատ կարևոր է ու դա նաև վերականգնելու է ձեր շնչառական համակարգը ու հետ է ձգելու ձեր ամբողջ օրգանիզմը ու մարմինը ու ներքին օրգանները, քանի որ հենց դրանց իջեցման ու թուլացման պատճառով է, որ մենք ունենում ենք դուրսծված որովայն, փորիկը ներքևի հատվածում ու ինչպես նաև դա ոչ թե հենց օրգանն է թուլացել, այլ մեր այդ շնչառական մկանն է, որը չի աշխատում։ Ցույց եմ տալու ու բացատրելու եմ մանրամասն ինչ ենք կատարելու։ Առաջին հերթին դուք պետքա շնչեք ողերով։ Նայեք, մենք ունենք շնչառություն որովայնով, երբ որ շնչում եք, դուրսացվում ձեր որովայնը ու հետ է հավաքվում, դուրսացվում ու հետ է հավաքվում։ Ունենք հաջորդ շնչառությունը, որը կատարում ենք ուսերը։ Դրանք ոչ այսը, ոչ այս որովայնով, դա սխալ է։ Մենք պետք է դադարենք այդպիսի աշխատանքը, որովհետև դա նշանակում է, որ մեր մկանը, որը շնչառության հետ է կապված, այն չի աշխատում։ Հիմա այն գտնվում է մեր կրծքավանդակի ներքևի հատվածում։ Դուք ձեռքերով, երբ որ սկսեք կպնել, կզգաք, որ ողերը աստիճանաբար քչանում են, վերջանում են, ու հենց այդ ողերի ներքևի հատվածում գտնվում է մեր մկանը։ Հիմա ինչպես ենք այն աշխատացնելու։ Ձեռքերը դնում եք այստեղ ու զգում եք, թե ինչպես է այն աշխատում։ Երբ որ արտաշնչում ենք այսպես սեղմում է, պատկերացրեք, սա ձեր ողերն է, կողոսկրերն են ու հավաքվում է, շնչում ենք, բացվում է, արտաշնչում ենք, հավաքվում է ու ինչպես նաև ուշադրություն դարձրեք, որ այս աշխատանքի ժամանակ մեր այս ներքևի որովայնում զգում ենք ինչպես է կարծես ձգվում ու հետ գնում, ձգվում ու հետ գնում։ Դա հենց այն աշխատանքն է, երբ որ մենք մեր այս մկանները, որոնք հենց որովայնը ձիգ են պահում, դրանք սկսում ենք նասոսի նման, երբ որ ինքը վերևից աշխատում է, այն սկսում է ձգվել։ Շնչում ենք, մեր ողերը կողեր բացվում, արտաշնչելով այս ներքևից, այստեղից, պատկերացրեք ամբողջ օդը այսպես դուրս է գալիս է ձեր թոքերով ու դուրս է գալիս։ Ու ինչպես նաև կարող եք սա անել հենց բերանով, երբ որ օրինակ շնչում ենք քթով, արտաշնչել բերանով կարելի է։ Շնչեցինք, մեր ողերը լայնացան ու հիմա այստեղից, այս ներքևից մեր ամբողջ որովայնը հավաքվում է ու զգում եք, թե ինչպես է մկանները ձգվել ու ամբողջությամբ միջև այստեղ զգում եք, թե ինչպես է օդը այսպես դուրս գալիս։
Այդ աշխատանքը կատարում ենք, սկսում ենք 6 շրջանից, որովհետև որոշ ժամանակներում մարդկանց համար այդ շնչառական վարժությունը կարող է գլխապտույտ, սրտխառնոց առաջացնել, բայց եթե չունենք այդ գլխապտույտ սրտխառնոցը, կարող ենք մի րոպե 30 վայրկյան ես խորհուրդ եմ տալիս, միշտ խորհուրդ եմ տալիս սկսել քչից ու ավելացնել, քանի որ այս վարժությունները կարելի է ու ցանկալի է կատարել ամեն օր, մենք կարող ենք այսօր սկսել 6 հատ շնչառական, սա մի շնչառական ընթացք է, 6 հատ շրջանից, հետո անցնել վայրկյաններով նայել, ասենք մի րոպե կամ 30 վայրկյան ենք նայում, հետո մի րոպեն մի քիչ ավելացնում ենք ու այդպես 1-ից 3 րոպե կարող ենք այդպես կատարել, բայց միայն այն դեպքում, եթե դուք չեք զգում գլխապտույտ, այսինքն պետք է այնքան կատարենք, ինչքան մենք չունենք ոչ մի գլխապտույտ, ոչ մի վատ զգացողություն։ Հաջորդ վարժությունը դա մեր ողերի հետ է լինելու, կողոսկրերի։ Մենք ձեռքերով այսպես մտնելու ենք կողոսկրերի, այսպես դնելու եք ու մտնեք այսպես կողոսկրերի վրա։ Սկզբի ժամանակահատվածում կարող է դժվար լինել, որովհետև այն լարված է լինում, կարող է ցավ առաջացնել ու ինչպես նաև կանգնած դիրքում մի քիչ դժվար է լինելու կատարել։ Այս վարժությունը հատկապես ցանկալի է, որ կատարեք սոված փորին, առավոտյան, որպեսզի չսեղմեք ձեր ստամոքսը։ Հատկապես եթե սկզբնական առաջի անգամ եք կատարում կամ փորձում զգում եք ցավել, կատարեք պարկած դիրքում։ Պարկում ենք երկու ձեռքերով, դնում ենք այսպես ներս ու սկսում ենք այսպես շարժել ու խորը արտաշնչելով։ Կարող ենք այսպես փոքրիկ շարժել, որ արդեն մեր մատները լավ մտել են ներս։ Այս ժամանակ սկսում ենք խորը շնչում ենք, էլի նույն ձևով։ Շնչում ենք, արտաշնչում ենք։ Շնչում ենք, արտաշնչում ենք։ Ու այսպես, ինչպես նաև մի փոքրիկ այսպես մերսում ենք կատարում։ Սա նույնպես կատարում ենք մի քանի շրջանով, մերսելով կարող ենք 30 վայրկյանից սկսել, հետո 1 րոպե ավելացնել, հետո 2 րոպե, հետո 3, բայց այդ 1-2-3-ը գոնե մի քանի օր կփորձեք, որպեսզի որ ձեզ համար լավ լինի։ Երբ որ արդեն զգում եք, որ հանգիստ կատարում եք, ինչքան կարողանում եք, այդքան ձգում եք երկարությունը։ Հաջորդը, ինչ վերաբերում է շնչառականին, 6 շրջան ու հետո ավելացնում ենք։ Եվ հաջորդը աշխատում ենք մեր նաև կեցվածքի հետ, նույնպես, ու ինչպես նաև մեր որովայնը նույնպես աշխատելու է։ Հիմա կանգնում ենք այսպես կողք, ձեռքերը դնում ենք ոտքերի հատվածին, փոքրիկ իջացնեմ, որ ավելի լավ երևա։ Ձեռքերը դնում ենք այստեղ, մի ծնկներից մի փոքր այսպես ծալում ենք, երկու ծնկները ծալված է, այսինքն մենք չենք ձգում ոտքը այսպես ձգված չի, այսպես թեթև ծալում ենք ու ծալվում ենք, ոնց որ սենց փոքրիկ ամորտիզացիայի վրա ենք։ Մեջքը այսպես կլոր չի, ուղիղ, ձեռքերը դնում ենք այստեղ, ու մեր կրծքավանդակը ձգվում է առաջ, գլուխը գնում է հետ։ Շնչում ենք ու արտաշնչում ենք կլորացնելով մեջքը։ Շնչում ենք ու արտաշնչում ենք։ Արտաշնչում ենք, մեր որովայնը ներս է մտնում, մեր կրծքավանդակը հետ, մեր մեջքը սենց բացվում է ու շնչում ենք, մեր ուսերը գնում է հետ, որովայնը ձգվում է ու գլուխը ձգվում է վերև։ Սա կատարում ենք 10 շրջան, հետո մի փոքր ավելացնում ենք 15, հետո եթե արդեն ամիսներ, արդեն մի ամիս գոնե կատարել եք, այդ դեպքում կարող եք մի փոքր ավելացնել, բայց 20-ից ավել այլևս պետք չէ։ Այսքանը, հույսով եմ հավանեցիք այս վիդեոն։ Եթե ուզում եք, որ ավելի շատ տեղադրեմ այսպիսի վիդեո տարբերակներ մարզանքների, ապա բաժանորդագրվեք, գրեք մեկնաբանություններում, թե ինչը հավանեցիք և ինչ հարցեր են ձեր մոտ առաջացնել։